Այսօրվա ակցիայի նպատակն է ներկայացնել մեր պահանջները, որպեսզի նախաձեռնվի քրեական գործ այն քաղաքացիների մասով, ովքեր տուժել են եւ դարձել են զեղծարարության զոհ եւ դրանով պայմանավորված հանցագործության մասին հաղորդում տվեցինք եւ հնչեցրեցինք մեր պահանջները այն մասով, որպեսզի քրեական գործ նախաձեռնվի պետական այն պաշտոնյաների մասով, ում անգործության հետևանքով երկրում նմանատիպ հանցագործություններ են առաջացել եւ ծաղկուն կերպով զարգանում են դրանք, որովհետեւ եթե ի սկզբանե մարդիկ զբաղվեին իրանց գործով, երկրում այս քաոտիկ վիճակը չէր առաջանալու, սա ինչ է, նախ եւ առաջ ամենաառաջին հերթին, սա անօրինական ձեռնարկատիրություն է, ոչ դրա արդյունքում մենք ունենք 17, 18, 19, 20 հազարից ավելի տուժածներ։ Ինչի եմ այսպես հաջորդական ասում թվերը, որովհետեւ 1000 հոգի այս հարթակի միջոցով են տուժել, 2000 հոգի այն հարթակի միջոցով են տուժել, 17000 հոգի հելոբիթի միջոցով են տուժել եւ այդ մասին իմացել են պատկան մարմինները եւ սահմանափակվել են ընդամենը զգուշացումներով։ Կարագյոզյան, տեսեք, դուք խոսում եք 17-18 հազար տուժողների մասին, բայց ընդամենը 33 դիմում մուտքագրեցիք։ Ինչու մարդիկ չեն ցանկանում եւս մեկ անգամ դիմել պետական մարմին։ Ասեմ, որովհետեւ մարդիկ ներկայացել են պետական մարմիններ, ոստիկանության բաժանմունքներ, հանցագործության մասին փորձել են հաղորդում տան, տեսեք տիկինը գլխով էսպես է անում։ Համաձայնում է եւ նրանք ենթարկվել են ներողություն ծաղրուծանակի, ուրիշ բառ չունեմ ասելու, որտեղ է ձեր գլուխը եւ այդքանից հետո այդ քաղաքացիները պետքա վստահեն այդ կառույցներին եւ սա պետքա մտահոգի դատախազին, որովհետեւ այստեղ արդարադատությունն է ընդհանրապես տուժում։ Տեսեք, նույն հելոբիթը միջազգային սխեմա է, միջազգային հարթակներում է տարածում գտել եւ փորձագետներն ասում են, որ դրա բացահայտումը գրեթե անհնարին է։ Հիմա դուք դատախազությունից ինչ սպասելիքներ ունեք։ Տեսեք, եթե դա ասելու բան չի, հանցագործության բացահայտումը անհնարին է, այսինքն հարգելի քաղաքացիներ, ձեզ ինչ կանեն, թող անեն, որևէ մեկին չի հետաքրքրում, այս մոտեցումը մենք չենք կիսում, սա մեկ, եւ այդ հարթակները, եթե անհնարին են բացահայտելը եւ ակնհայտորեն փորձագետներն էլ մատնանշում են, որ այս հարթակը անօրինական է, զգուշ մնացեք։ Բոլորը գիտեն, որ այդ հարթակը անօրինական է եւ զեղծարած խարդախ հարթակ է։ Ինչի չեն դարձնում այդ կայքերը նախ եւ առաջ անհասանելի։ Ամենաառաջին ինչի չեն դարձնում անհասանելի։ Եվ դրանով պայմանավորված, եթե այդ հանցագործները չեն պարզվում, քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվում, բայց քաղաքացիների իրավունքների վերականգնելու պարտականություն, օրենսդրական պարտականություն ունի տվյալ պետական մարմինը, սա մեկ, հանցագործությունը բացահայտելու օրենսդրական պարտականություն ունի տվյալ պետական մարմինը, եթե իրանք չեն կարողանում աշխատեն, չեն կարողանում բացահայտեն եւ ըստ էության անհնարին է բացահայտումը, ինչով են, ինչի համար են իրանք աշխատավարձ տանում, ուրեմն փակեք այդ վարչությունները։ Բայց օրինակ ներքին